Պատերազմի վտանգ տեսնում եք։ Ոչ։ Օրինակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ փորձում են կանխել հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Ու ինչ ասեց կաս։ Դու էլ հավատում ես։ Միշտ կա վտանգը, իհարկե։ Չգիտեմ, չեմ կարող ասել, գիտեք։ Երևի չեմ։ Միշտ էլ կա պատերազմը։ Միշտ։ Այո։ Պատերազմի վտանգ տեսնելը, կանխատեսելը շատ հնարավոր չէ։ Ոչ մեկ չի կարող կանխատեսել։ Եթե ստույգ տվյալներ չունենա։ Այս բանը ես չեմ տեսնում։ Ես տեսնում որ դեռ կարող է խաղաղություն լինի, երևի թե աշխատենք այդ ուղղությամբ։ Ոչ։ Հայաստանը մշտական է պատերազմի վտանգի մեջ։ Մարկո Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղար ասել է, որ փորձում են կանխել հայ-ադրբեջանական Ովքեր են հակամարտությունը։ դրան հիմա գոյություն ունի, Թուրքիա գոյություն ունի, բան իսլամիզմ, գնացածը սուտ է։ Չեմ կարող ասել։ Ոչ։ Օրինակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ փորձում են կանխել հայ-ադրբեջանական հակամարտության ռիսկը։ Մենք պետք է կանխենք, ոչ թե Մարկո Ռուբիոն։ Այդ կարծիքի դեմ։ Չէ։ Օ, դա շատ դժվար հարց է, չեմ կարող ասել։ Աստված չանի։ Վերջ, ուրիշ բան չեմ ուզում, հա։ Դժվար է ասել։ Դա ինչ է, սա պատերազմ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրենք փորձում են կանխել հայ-ադրբեջանական հակամարտության ռիսկերը։ Նրա խոսքով իրենց ուշադրությունը հիմնականում ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքներին։ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, պատերազմի վտանգ տեսնում եք, թե ոչ։